Շնորհակալ եմ հրավերի համար, նախաձեռնության համար։ Իհարկե ակամայից պետք է արդեն վերջ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության պես բոլոր գործոցները վերել են կետի, որ նույնիսկ Հայաստանի Հանրապետության ապագայի մասին խոսելն է շահարկություն, բայց այնուամենայնիվ պետք է մի բան նկատի ունենալ, որ աշխարհում սկսված պրոցեսները դեռ նոր են հավաքում և զարգանում, որ աշխարհը գնալու է նաև աշխարհաքաղաքական փոփոխությունների, ուժային կենտրոնների ազդեցության գոտիների վերաձևավորման, գուցե նաև նոր քարտեզներ գծելու, գուցե նաև նոր ազդեցության գոտիներ միմյանց մեջ բաժանելու, և այդ ընթացքում Հայաստանի Հանրապետությունը մյուս երկրների հետ միասին ուզի թե չուզի պետք է գտնվի այդ սեփական տեղը գտնվելու մրցավազքի մեջ, Նիկոլի հետ թե առանց, դա փաստ է։ Եվ կարելի էր համաձայնվել արևմտյան տեսակետների հետ, որ Նիկոլն արդեն ամբողջությամբ կործանել է Արցախը, այն պարագայում, եթե Արցախը այսօր չպայքարեր, բայց երևի թե արևմտյան տրամաբանության մեջ չի տեղավորվել մի հանգամանք, որ կարելի է սոված մնալ, բայց չհանձնվել, կարելի է գազգույս չունենալ, կամ առավոտյան էսպրեսո չունենալ, բայց շարունակել, ապրել և առանց նախապայմանների պայքարել սեփական հայրենիքի համար, մեծ ու փոքր։ Սա եվրոպական բնականաբար տրամաբանության, շրջանակային տրամաբանության մեջ չէր կարող մտնել, հետևաբար այդպիսին ստացվել է։ Նույն եվրոպացիները նաև Զորապյանն ես հիշում եմ, դուք եք մի քանի նման պատմություն պատմել, իրանց օրենքի մեջ չէր տեղավորվում, ոնց կարա հայ ժողովուրդը 21 թվականին նորից Նիկոլ ընտրի։ Ոչ մի բան, նույնիսկ մենք փորձում էին դա բացատրել, ուրեմն մեջ չէր տեղավորվում, ասում են դա նորմալ չի, դա աննորմալ երևույթ է։ Հիմա դե մենք էլ այսպես ենք, հայ ժողովուրդը իր ծայրահեղ դրսևորումներով աննորմալ երևույթներ սիրում է, բայց մեկը ցանկացած աննորմալ երևույթի տակից դուրս է գալիս։ Եվ Նիկոլի բանավոր հայտարարությունն է, պարոն Նահապետյանն էլ ասեց դրա մասին, դեռևս չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվել է Արցախից կամ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվել է իր ապագայից, իր անվտանգության աղբյուրներից, իր տարածաշրջանում ունեցած դերից և նշանակությունից։ Ես վստահ եմ, որ առաջիկայում սկսվող գործընթաց, այսինքն ոչ թե վստահ եմ, տեսնում եմ որոշակի զարգացումներ, որոնք հմուտ քաղաքականության, հմուտ բանակցողների, հմուտ ղեկավարների պարագայում Հայաստանի Հանրապետությանը կարող են էապես նպաստավոր դիրքերի բերել տարածաշրջանային զարգացումների համատեքստում։ Դրանում նաև նկատի ունենալով ռազմաքաղաքական բաղադրիչը, դրանում նկատի ունենալով կոմունիկացիոն անվտանգության տեսանկյունից Հայաստանի իրավասությունների հսկայական բազան, դրանում նկատի ունենալով նաև Հայաստանի Հանրապետության նոր աշխարհակարգի պայմաններում ստանձնած դերակատարության մասին, որպես քրիստոնյա երկիր, որպես աշխարհաքաղաքական հանգուցային դիրք ունեցող պետություն, որպես մի ժողովուրդ, որը պայքարեց, թվացյալ թված թե պարտվել է, բայց նորից այդ պայքարի շարունակվող պայքարի արդյունքում հասավ իր նպատակին։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը շտապում է, որովհետև Ադրբեջանը ալիվը մտածում է, որ կարող է կորցնի Նիկոլին և կորցնի նաև իր ազդեցությունը Հայաստանի քաղաքականության վրա։ Դա շատ իրատեսական է, Ալիևը ճիշտ անում, որ շտապում է, բայց միևնույն Ալիևին ևս չի հաջողվելու, որովհետև առավելագույնը, ինչը որ հնարավոր է ստանալ, Ադրբեջանը ստացել է, և հիմա եկել է նաև Ադրբեջանի համար իր գործած սխալների և անթույլատրելի գործողությունների, կարելի ասել հանդուգն գործողությունների համար նաև պատասխան տալու ժամանակը, որը հեռու չի ապագայում, և մեզ պետք է ունենալ այնպիսի իշխանություն, որը կարող է շահարկել և նպաստավոր առումով օգտվել
այդ զարգացումներից։ Քաղաքականության մեջ գուցե ես օգտագործում եմ բառեր, որոնք որ այսպես հարաբերությունների տեսանկյունից այդքան էլ բարեհունչ չեն, բայց դա քաղաքական կյանքն է եւ քաղաքական գործիչները հենց նրա համար են, որպեսզի կարողանան իրենց իսկ ժողովրդի եւ պետության համար առավելագույնը ստանալ։ Կապ չունի ինչպես, ցանկացած եղանակով։ Այստեղ Մաքիավելին լիարժեք արդարացված է։ Նպատակն արդարացնող միջոցներ։ Ես չեմ մեղադրում Ալիևին իր պետության համար դրվող կռվի մեջ։ Ես մեղադրում եմ մեզ բոլորիս, որ մենք կարողացանք անուժել այսքան սխալ, այսքան կեղծիկ, այսքան մանիպուլյացիաներ, լավ հասկանալով, որ ինքնախապեյությամբ ենք զբաղված եւ հաջորդ քայլն ավելի ցավալի որստաբեր է լինելու։ Բայց միևնույն ժամանակ նաեւ պետք է հասկանալ, որ պատմական այս ժամանակահատվածում իրատեսությունը կորցրած այ ժողովրդի ընտրությունը, այսինքն Նիկոլը դեռևս այն վերջնակետը չէ, որից հետո հետ վերադարձնել այլևս անհնար է։ Հա, եթե եւս 5 տարի այսպես շարունակվի, այդ դեպքում ես էլ կհամաձայնեմ, որ անիմաստ արդեն Հայաստանի Հանրապետության ապագայի մասին խոսել։ Բայց ես շատ հուսով եմ, որ մեր ժողովուրդը լինելով իմաստուն, համբերատար, բարի, խելացի ժողովուրդ, եկել է երևի է պահը, որ իր ներսի բոլոր խոչընդոտները կարող է, այսպես ասած, հավաքել մի կողմ դնել եւ հնարավորություն տալ իրատեսական, լուրջ, ազդեցիկ քաղաքական ուժերին, անկախ նրանց սիրում են, նրանց չեն սիրում, հիմա դրա ժամանակը չի, ես նրանց սիրում եմ, նրանց չեմ սիրում, սա ուզում եմ, նա չեմ ուզում։ Ով որ իր, այսպես ասած, ներքին քաղաքական ուժին չի սիրում, ստիպված է լինելու սիրել այն Թուրքին, որը արդեն Հայաստանի Հանրապետության անունը դրել է Արևմտյան Ադրբեջան։ Սա ուզենք թե չուզենք։ Ով որ ռուսին չի սիրում, ստիպված է լինելու սիրել Անկարային, որովհետև այլընտրանք չունի։ Այստեղ սիրել-չսիրելու մասին չի խոսք։ Ուզում եք ռուսներին սիրեք, ուզում եք նախկիններին արտեք, կամ հակառակը ռուսներին արտեք, նախկիններին սիրեք։ Քաղաքականությունն ունի իր կոշտ եւ շատ ռացիոնալ կանոններ։ Եվ եթե ուզում ենք ապրենք մեր պետության մեջ, ապրենք խաղաղ, ապրենք անվտանգ, ապրենք հեռանկարներով, մեր իսկ երազների ու ապագայի մեր պլանների հետ միասին, ուրեմն պարտավորենք հաշվի առնել այն ինչ որ իրականությունն է։ Այդ իրականությունից բախվել չի կարելի։ Դե հիմա որ Նիկոլին սիրում ենք, լավ է մեր վիճակը։ Իհարկե ոչ։ Արդեն Նիկոլին սիրում եք։ Ես իհարկե խնդիրը Նիկոլը չի, Նիկոլին սիրելը չի, խնդիրը Նիկոլիզմն է, խնդիրը նա է, որ եթե ամեն ինչա, այսպես վատ չգնար եւ նույնիսկ 18 թվականից հետո զարգացումը չեմ ասում լավը լիներ, այլ գոնե մնալ այն ինչ որ մենք ունեինք, ես ընդհանրապես կհամարեի, որ հա ինչ ա եղել, որ հանրապետական կուսակցությունը գործել է իշխանությունը, գուցե նաեւ լավը դա էր։ Բայց ցավոք, մենք ոչ թե իշխանություն կորցրեցինք, մենք կորցնում ենք հայրենիք, կորցրել ենք հսկայական սերունդ, կորցրել ենք մեր արժանապատվությունը ամբողջ աշխարհում, մեր պետական իմիջը, մեր արտաքին քաղաքական դիրքերը եւ որպեսզի այդ կորուստը անդառնալի չլինի, մենք ընդհանրապես մի շատ կարևոր գործ ունենք, որտեղից սկսվելու է հաջորդ կարևոր գործը։ Դա իշխանապողություն։ Ուզենք թե չուզենք։